Երկար ժամանակ Հայաստանից բացակայել եմ, ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ 18 թվականին ոգևորված վերադարձել եմ Հայաստան, մտածելով, որ մեր երկիրը ծաղում է, մեր երկիրը ծաղկելու շանս է ստանում ու զարգանալու։ Երբ որ ինձ հրավիրում էին Հայաստան երկարիս էի տարբեր բժշկական հարցերով, տեսնում էի, որ մեր պետությունը դե յուրը պետություն էր, բայց դե ֆակտը պետություն էր երևի թե առանձին խմբի համար, ինչ որ երևի առանձին հետաքրքրությունների, մարդկանց կլանների, բայց ոչ ժողովրդի համար։ Երբ որ 18 թվականին որոշակի փոփոխություններից հետո ես ոգևորված վերադարձա, այդ հույսով, նպատակով տրամադրված, որ ես գալիս եմ կուտակված փորձը նպատակ, ասենք, ներտնելու մեր ժողովրդի բարեկեցության, բժշկության զարգացման եւ այլ հարցերի, որովհետեւ գալիս է կյանքում մի этап, երբ որ մենք մտածում ենք, թե ինչ ենք արել մեր ազգի համար, ինչ ենք արել մեր ժողովրդի համար, ոչ թե անհատ մի հատ մեկին բուժելով, մեկին ինչ որ օգնություն ցույց տալով, այլ ընդհանրապես մեր ժողովրդի, մեր ազգի համար։ Այդ բարձր նպատակներով ոգևորված ես տեղափոխվեցի ու ասեմ, որ երևի տարբեր этаպներում տարբեր հարցերի, տարբեր խնդիրների, տարբեր թեմաների հետ շփվելով հասկանում եմ, որ մենք կարող է խոսքով ուզում ենք, բայց գործով ցավոք սրտի շատ հեռու ենք այդ իրականությունից, ասելով, որ մեր պետությունը իրոք ժողովրդի համար է։ Երևի թե մեծ բան չեմ հայտնաբերի, եթե ասեմ, որ որոշ երկրներում, մասնավորապես Ճապոնիա, մասնավորապես զարգացած երկրներ, պետական այրը, որևէ պաշտոն զբաղեցնողը դա համարում է ժողովրդի ծառա։ Այսինքն ինքը ծառայում է ժողովրդին իր գործունեությամբ, իր էներգիան, իր առողջությունը, իր որոշակի, ասենք, գործունեությունը ուղղում է ժողովրդի բարեկեցությունը լավացնելու, որը ես չէի ասի, որ մենք տեսնում ենք մեր ներկա առօրյա կյանքում։ Մենք զգում ենք, որ ժողովուրդը ծառա է պետության այրերին, այսինքն առանձին մարդկանց, որոնք որ պաշտոն զբաղեցնելով դառնում են մի քիչ երևի հայկական խոսք չէ, բայց թե կնյազներ կամ իրանք ցանկությունը իրականացնող իրանք շրջապատի մեջ շատ զարմանալի փաստ կա ամեն ինչ ընկերներից մյուսներին օրենք, այսինքն դուրս է գալիս, եթե մենք խոսում ենք այն մասին, որ գոյություն ունի օրենք, որը ազդում է, որին պետք է ենթարկվեն մյուսները, բայց իմ ընկերները չեք, մենք շատ հեռու ենք իրականությունը, ասելով, որ պետությունը իրավական է եւ ազգային է կամ ասենք ժողովրդավարական է։ Բժշկական տեսակետից ես տեսնում եմ ամեն անգամ թույլ տեղեր, տեսնում եմ, ասենք, այն բացերը, այն խնդիրները, որ կարելի է բուժել, կարելի է ռեալ փոխել ու ժողովրդի ազգի առողջությունը առաջ տանել։ Ես միշտ բազմիցս նշել եմ ինտերվյուների ժամանակ, երբ որ հարցազրույցներին ասել եմ, որ հայի առողջությունը կարմիր գծով պետք է լինի ամենաբարձր արժեքը պետության մեջ։ Ցավոք սրտի, եթե մենք մի քիչ այսպես հայացք նետենք, ինչքանով է հայի առողջությունը առաջնային հիմի բարձր արժեք։ Ընդունում եմ շատ լավ թեմա է, երբ որ մենք խոսում ենք պետական ապահովագրության մասին, բայց եկեք տեսնենք, թե ռեալ կյանքում ինչ է լինում։ Ես հանդիպում եմ պրակտիկ աշխատանքում շատ դժգոհությունների բժշկական սֆերայում, բժիշկների, քույրերի, որովհետև սիստեման ոչ լիարժեք գեղեցիկ մի կողմից, բայց ռեալիզացիան մի քիչ, այսպես ասենք, թերի ու հիվանդագին ձևով բերում է նրան, որ մեծ դժգոհություն է առաջանում բժշկական միջավայրում, բժիշկների, որովհետև աշխատելով ավելի շատ ու ավելի ծանր պայմաններում ստանում են շատ ավելի քիչ ու ավելի վատ պայմաններ։ Անձամբ ես ասեմ, իմ վրա ես գալով հանդերձ որպես բժիշկ եւ տեսնելով թե ինչով են ոնց են գնահատում այդ ամեն ինչը։ Իհարկե ժողովրդի համար շատ կարեւոր է, երբ որ մենք ունենք բժշկություն, որը պետությունը ապահովում է, ասենք, որոշակի բժշկական ծառայություններ, բայց ռեալ իրականությունը ես ասեմ, որ եթե մենք այս տեմպերով գնանք, կարող է վաղը միսօր բերենք սոցիալ բումի, այսինքն մենք ինտելիգենցիայի որևէ շերտ, որոշակի շերտ բժշկություն կոչվածը շատ կարող է ոտքի կանգնել ու մեծ մասամբ, ասենք, ապագա մեր երիտասարդ տաղանդավոր բժիշկներ կարող է թողնեն գնան հանրապետությունից, որովհետև այդ պայմանները չեն համապատասխանի իրականությանը։ Ասեմ ավել, պետությունը ոչ մի ձևով չի մասնակցում կառավարմանը, երևի ասենք մասնագետների պատրաստման, որովհետև եթե ռեալ վերցնենք, կա նախկինում երևի սովետականությունում, ով հիշում է կամ առիթ ունեցել ժամանակ այդ ծրագրերին ծանոթանալ, պետությունը մասնակցում էր որոշակի կառավարման, այսինքն մենք պատրաստում ենք բժիշկների որոշակի քանակ, թե երևի պետական ծրագրերով ռեգուլյացիա արվում եւ ուղարկում են, ուղղորդում են որոշակի, ասենք, ռայոններում, որտեղ իրանք աշխատանք անցկացնեն եւ համապատասխան ապահովում են բժիշկներով, բայց հիմա մենք ունենք մեծ քանակի, ասենք, հնարավորություն, նոր ամեն տարի 1000 եւ ավել նոր բժիշկներ են կրթվում եւ բժիշկները, որոնք որ ոչ մի տեղ, ոչ մի նորմալ աշխատանք չեն կարող գտնել, ցավոք սրտի, ու մենք ունենում ենք այսպես որոշակի բացի թող իրավիճակ կառավարման հարցում, որովհետեւ որպես ասենք բժշկական
ծառայության կա առանձին մասնագիտություն բժիշկ որպես պրակտիկ բժիշկ եւ կա առողջապահության կազմակերպման մասնագետ, որով ես զբաղվել եմ ժամանակին եւ գլխավոր բժիշկ եմ եղել Մոսկվայում, եւ որ մենք այդ ամեն ինչը բացի թող վիճակում ենք բերում, դա բերում է դժգոհության բժիշկների մեջ, քույրերի մեջ եւ համապատասխան, ասենք, հետագայում կարող հասնանալ մինչեւ հասարակական մագարտակի բումի, որը չեմ կարծում, որ մեր պետությանը ինչ որ որոշակի այս իրավիճակում էլ բերի լավ արդյունքների։ Ես իհարկե կուզենայի երևի թե այն թեման ինչի մասին մենք խոսում ենք ու ասում ենք ինչի մենք պատրաստվում ենք, աշխարհի փորձը շատ մեծ է։ Երևի թե մենք փորձենք տարբեր երկրների, մասնավորապես ասենք առաջնահերթ զարգացած երկրներից Իսրայելի փորձը հիշենք Գոլդեն Մեյերը, երբ որ ասում էր, որ ոնց է կառավարման հիմնական արդյունավետությունը, ինչի վրա է հիմնված պետության կառավարումը։ Առաջինը, որ եթե կառուցության պետք է համապատասխանի պետական դավաճանությանը, երկրորդը պետք է բարձր գնահատվեն բժիշկները, ուսուցիչները, զինվորականները, ինժեներները։ Պետությունը կայացած է։ Ինչ մենք ունենք հիմա։ Ես մասնավորապես ասեցի բժշկական համակարգում ունեցած եւ իրական վիճակը, չեմ կարծում որ ուսումնական այդ ուսուցիչների կամ դպրոցների այդ համակարգում ունենք մեծ հաջողություններ, ինժեներների ու մասնագիտական դարապես ցանկացած պահի, երբ որ մենք նայում ենք ու խոսում ենք, միջ խորանում ենք այդ թեմայով, ես չեմ տեսնում բավարար արդյունքներ։ Կարող է կա ցանկություն, կա ցկտում, կա խոսքերով մեծ հաջողություններ, բայց ռեալ կյանքը ցույց է տալիս ուրիշ ներկայություն։ Կարևոր փաստ է ամեն մեկս մտածենք ինչ ենք անում մեր ազգի համար։ Եթե մենք անում ենք ինչ որ քայլ, եթե ասում ենք ինչ որ խոսք, ինչ կանով ենք մենք անկեղծ մեր խղճի, մեր հոգու, մեր ազգի առաջ։ Եվ հետաքրքիր կլներ Պարոն Պետրոսյանն էլ որպես նկատմելով այս պլատֆորմ առաջարկել ֆլեշ մոբ նկարանել ինչ ենք այսօր արել մեր ազգի համար անկեղծ ես մեկին բուժել եմ մեկին օգնել եմ փողոց անցնելու ասենք պրոստը ֆլեշ մոբ անկեղծ ինչ ենք արել չեմ կարծում որ որևէ ասի ես մեկին կողացել եմ մեկից թալանել եմ մեկին հայոյել եմ մեկին ես եմ արել դրանով ես հբարտանում ու պարզենում եմ հազգի համար ինչ ենք արել փորձենք մտածել այդ մասին իսկ եթե մենք ապրում ենք որոշակի ժամանակ ես ոնց որ ասում են один миг от рождения до смерти, этот կյանք, այդ միգը անցնում ենք մեր խղճի դեմ կեղծ, ասենք, վերաբերմունքով չեմ կարծում, որ վերջում մենք ունենանք այդ բավարարություն, այդ կյանքը լավ ենք ապրել։ Եկեք փորձենք մեր ազգի համար, ամեն մեկս մեր տեղում փորձենք մաքսիմում անել, անկեղծ քայլերով, ցկտելով լինել արժանի հայ, երբ որ Սինգապուրը Լիտվանիան ինքը իր շրջապատից սկսելով հանդերձ կոռուպցիայի դեմ պայքարելով հասավ 50 տարվա ընթացքում զարգացած երկրի արդեն վերջնական արդյունքի եւ տարբեր այլ երկրներ, որոնք կարող են այդ արդյունքը ստանալ, մենք ինչով ենք պակաս։ Ունենք մեծ պոտենցիալ, ասեմ մասնագիտական առումով, որ ռեալիզացվում են արտասահմանում եւ ոչ մի ձեւով չեն ներկայացված տեղ։ Ես որպես մասնագետ ասեմ, սովորել եմ, աշխատել եմ ու ձեռք եմ բերել գիտելիքներ արտասահմանում, ես ուզում եմ ներս դնել։ Ես եկել եմ ներս դնելու, ունեմ մեծ քանակի գոլեգաներ, որոնք կարող են ցանկություն ունեն ներս դնելու իրենց պոտենցիալը, բայց ես ին վրա զգում եմ, երբ որ ես գալիս եմ, ուզում եմ մի բան անել, այդ հնարավորությունները չկա։ Ինչի համար, որտեղ մենք խելացենք, մենք անում ենք, մենք գիտենք Եթե Սահմանադրության մեջ գրված է իրավունքը մարդու առողջ լինել ու իր առողջությունը պահպանել, այսինքն մենք պետք է որակով առողջապահություն ապահովենք, մենք պետք է որակով այդ ամենը անենք, ոչ թե ձևական խալաթով մարդ նստած լինի, ինքը որակով պետք է լինի, իսկ որակի մասին ոչ մի անգամ չենք խոսում։ Ինչի համար, որովհետև նախ պետք է հասկանալ ինչ բան է այդ որակը, ունենալ այդ մասնագետները, որ գնահատենք այդ որակը, հետո նոր պահանջենք։